Գեղեցկուհիներից խնամել եմ, մշակել եմ, բոյովացել եմ, բերել եմ, որ ձեզ էլ ցույց տամ, մի պահ էստեղ տեղավորեմ և մոտենամ ձեզ։ Ողջույն բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք ձեզ զգում։ Ես ուզում եմ, որ բոլորդ էլ լավ լինեք, քանի որ այնքան սեր ու ջերմություն եք փոխանցում ինձ, որ ուզում եմ մշտապես իմ կողքին լինեք։ Ես լավ եմ, տրամադրությունս բարձր եմ։ Երեկվա անձրևները խափանեցին իմ գործերը, ոչ մի գործ չկարողացա անել իմ վաղ ու վաղճում և հիմա էլ չուզեցի բացակա ունենալ։ Եկել եմ, որ համովություն պատրաստեմ, թեպետև մի ժամ առաջ եմ եկել, իմ գործերը արել եմ մշտապես, ինչպես որ միշտ անում եմ, առանց ձեզ, նույնիսկ կոֆե չեմ խմել։ Հիմա կոֆեն պատրաստ է, դուք էլ ձերը պատրաստեք, մինչև կոֆեն կեփի։ Տեսնեմ ինչ եմ պատրաստում, տաթևս որ համով բաներ էր գնել, ոչ մի բան չեմ պատրաստել։ Նույն վիճակով մնում է սառցե խցիկում, հեռախոսով խոսում էինք, ոնց եղավ խոսքը հասավ դրան, ասեցի նույն դրությունով մնում է, ոչ մի բան էլ չեմ սարքել, ման ջան, բա ինչ ես կերել, այդքան գործ ես անում, ասում եմ, վերածդ կնդունիկի լավաշի մեջ պանիրը փաթաթում եմ, ձու եմ եփում, վարունգ պամիդորով անուշ եմ անում։ Այ մամաս մա, կփչանա, ժամկետը անց կկենա։ Ու որոշեցի, որ այսօր անցնեմ դրանց։ Կարծում եմ ժամկետի մեջ կլինեն, չեմ նայել։ Հիմա կնայեմ սիրելի հետևորդներ ջան, բացեմ սառցե խցիկի դուռը։ Այսպեսի ընտրություն կատարեմ։ Այստեղ հավինագետներն է, սա սինցան է և պերմենի, պատերից գնաց, ինչ եմ ընտրում, աթենքի լսամթերք, ռոլ, արժեքներ, որոնք ստեղծում են որակ, այո, շատ ճիշտ է գրված այստեղ, և հիմա սա եմ պատրաստելու սիրելի հետևորդներ ջան, հիմա ժամկետին նայեմ, արտադրման օրից, այստեղ արտադրման օրն է նշում, շատ լավ է, ժամկետի մեջ է, բայց ես քանը մի անգամից պատրաստ եմ, ես մենակով, հիմա էլ գտնվեն մարդիկ ասեն, բա այդքանը մենակ ես ուտելու, համեցիկ միասին ուտենք սիրելի հետևորդներ ջան, ովքեր կներվեն, որ ես մենակ եմ ուտում, այսպես, շատ լավ է, ուրեմն, Սրանից իմ սափենս էլ է պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, խմորը ինքն է անում, միսը ինքն է աղում և այսպես սիրուն պատրաստում է։ Հիմա ես պատրաստի ունեմ, չեմ չարչարվի, քանի որ իմ գործերի հետ այդքան ժամանակ չի լինում, որ ես նման բաներով զբաղվեմ, այնքան շատ է իմ բաղ ու բաղչի գործերը, երեք էլ որ անձրևը խափան է, ճիշտ է, իմ կողմից եղավ անձրևը, հանգստացա, մազերս եմ ներկել, նորից մքեցրել եմ, ահա Բյութի ֆիրման է, համար այս պահին չեմ հիշում, կգրեք, կասեմ, եթե կհետաքրքրի ձեզ և սիրելի հետևորդներ ջան, այսպես որ մքեցնում եմ, գիտեք, որ երկար տարիներ միշտ բացգույն եմ ներկել իմ մազերը, սովոր էի, որ մազերս ոսկեգույն լինի, իսկ հիմա, որ մքեցրել եմ, սա սև գույնը չէ, այսպես լույսի տակ մեկ ուրիշ գույն է, բայց որ դրս եմ գալիս, բնական լույսի տակ արդեն մեկ այլ ուրիշ գույն է, բայց ասեմ, որ մազերիս վերջի մասը չեմ ներկել, որ այսպես հավաքում եմ, բարձրացնում եմ այստեղ, շեգը երևա ու շատ ինձ դուրակալի նման ոճը, հատկապես որ այս ձևով եմ հավաքում, այս պրիչոսկան եմ տալիս, ես ինձ ավելի երիտասարդ եմ տեսնում և զգում, առաջին հերթին մարդը իր էությամբ պիտի զգա երիտասարդ, ապա նոր հայելուն նայելով սիրելի հետևորդներ ջան, տարիքը դա միայն թիվ է, թեպետև քիչ առաջ, որ ուզում էի վլոգ պատրաստել իմ և ձեր համար, արդեն ուզում էի տեղադրել իմ տեսախցիկը, հենց այդ պահին Մարինե Հարությունյանը, որ մշտապես հետևում է ինձ, ողջույն Մարինե, գրել էր ինձ, որ իմ տարիքին վայել չէ Անուշկա անունը, իսկ ինքը Մարինեն է։ Ինչ անեմ, սիրելի հետևորդներ ջան, դրանցից բրծում չկա, հիմա Մարինե ավելի ճիշտ չի, ինչպես որ դուք եք գրել, ավելի ճիշտ չի լինի ձեզ Մարինեի փոխարեն ասեն Մարո, ավելացնեմ,
Հովհաննես Թումանյանի գրվածքներից մեկը, նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին, բայց Մարինի անունը նույնպես շատ լավն է, համապատասխան եղեք ձեր անվանը։ Ես գտնում եմ, որ իմ անվանը համապատասխան է, մարդկանց իմ շուրջն եմ հավաքել, ջերմություն եմ ստեղծել, մի մեծ յութուբյան ընտանիք եմ ստեղծել, իսկ Մարինե քո նմանները չգիտեն, թե էլ ինչ փնտրեն, որպեսզի ինչ-որ մի բացասական բան մտցնեն մեր մեծ ընտանիք, եւ մենք դա թույլ չենք տա։ Այնպես է, չէ՞, սիրելի հետևորդներս կտեսնեն եւ ձեզ ձեր տեղը կդնեն։ Դե սիրելի հետևորդներ ջան, իմ կոֆեն երբեց։ Այ դեպ ասեմ, երեկել Լիզաներ գրել, թե բա շատ եք խոսում։ Այ Աստված ջան, աշխարհ։ Մարդիկ տարբեր են, տարբեր մտածելակերպով, տարբեր բնավորությունով եւ հենց դրանով էլ կյանքը հետարքիր է դառնում։ Չկա չարիք առանց բարիք, թող չարերը միշտ բարիք ստեղծեն, սիրելի հետևորդներ ջան, եւ վարակվեն մեր բարությունից։ Իմ կոֆեն եփելա, բայց շատ ատակ։ Հիմա մի կողմ եմ դնում, քանի որ ինձ լավ գիտեք, իմ բնավորությունը արդեն շատերդ գիտեք, որ տաք վիճակում ես կոֆե չեմ խմում։ Այս բաժակում մի քիչ թողում եմ, քանի որ եթե մի քիչ անզգուշ լինեմ, ափսեի մեջ կթափվի։ Հիմա այստեղ եւ թավան մոտեցնեմ։ Այսօր խոհանոցում եմ լինելու, ուրեմն մինչև որ թավան կբերեի, նկատեցի, որ այստեղ իմ տեսախցիկը լիցքավորման կարիք ունի եւ միացրի։ Հիմա հանգիստ կարող եմ գործը շարունակել եւ այդ համովությունը պատրաստել ձեր հետ միասին, ձեզ հավեսի բերելով։ Սառնալից հանում եմ հալած յուղը, իմպերիա յուղն եմ օգտագործում, այստեղ տոմատը եւ կանաչին։ Այս ընթացքում ռոր արդեն քիչ-քիչ հետա թողնում սարածը, այսպես։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, վերցնում եմ նորից ռորի տուփը եւ շրջում։ Որովհետեւ գիտեք, որ նման տուփերի հետևի մասում դրված է իր բաղադրությունը եւ պատրաստման եղանակը, բայց այս պատրաստման եղանակը փոփոխել եմ եւ իմ ճաշակով եմ անում։ Այստեղ նշում է, թե ինչպես անել, մի հատ կողպես տեսնեմ ինչ վիճակ է, դեռ տաք է եւ սկսեմ։ Նաեւ ժամանակն է քիչ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ շուտով մոտենում է իմ երեկոյան գործերի ժամանակը, հասցնեմ ես համովությունը պատրաստել, որպեսզի իմ կենդանիների կերակրման ժամը չխախտեմ եւ ամեն բան իր ճիշտ ժամանակին անեմ, քանի որ կենդանիները նույն ժամին սովոր են եւ սպասում են։ Ուրեմն, ես սոխերած եմ պատրաստում, որը ավելի համոզացնում է այս ուտելիք, սիրելի հետևորդներ ջան, դեռևս չեմ միացնում, մի հատ սոխ մադրացնեմ, այսպես սոխի թերեր են, կանաչ թերեր են, ահա, մի մասը օգտագործել եմ, մի մասը այն մատներով ցանել եմ եւ լավ վիճակում եմ, այսպես անմիջապես կտրում եմ, չնայած որ դասկան մոտեցրել եմ, բայց այս հենց հավեսով ձեռքիս մեջ, որը գրեթե բոլորս էլ այսպես ենք վարվում, փոխանցելով մեր մատների համի ուժը, այո, տոմատել եմ լցնելու, հետո նոր ջուր, մի քիչ եմ խոշոր, բայց պետք է կոֆեն խմեմ արդեն, միացնեմ նոր, այսպես, անպայման պետք է սոխը թուլանա, բայց չթողնենք, որ շատ անցնի, հասկամած կոֆեն խմենք, եթե դուք էլ նոր եք եկել աշխատանքից, ապա եւ ուզում եք համովություն պատրաստել ձեր ընտանիքի համար, անկախ նրանից մենակ եք, թե ընտանիքը ձեր հետ է, մենք կանայքս ամեն գործի մեջ էլ կանք եւ համովություններ ենք պատրաստում, եւ խոհանոցում ենք, եւ դրսում ենք, եւ ամենուր ենք։ Իսկ խմելու պահն է եկել։ Հիմա սիրելի հետևորդներիս ասեմ, թե ինչպես եմ պատրաստելու, ինչպես եմ փոփոխել, այս գդալը նույնպես վերևերեն ինչու եմ իքամ տանում, քանի որ նաև պիտի տոմատը լցնեմ,
սկսես տժտժալ։ Այսպես, հիմա տուփը վերցնեմ, ժամկետը ժամկետի մեջ է, 90 օր արտադրման օրից սկսած, ապա երբ որ տուն ենք բերում, բացում ենք, կարող ենք չէ, մի մասը պատրաստել, մի մասը թողնել, 30 օր այդ վիճակում է թույլ տալիս հետևորդներ ջան։ Եվ այստեղ նշված է պատրաստման եղանակը, այս մյուս կողմը նշված է իր բաղադրությունը, թե ինչից է պատրաստված։ Դա մեզ արդեն պարզ է, այստեղ խմորի մեջ պարշ է փաթաթած և ռուլետաձև կտրած, ռոլի նման ավելի ճիշտ։ Այստեղ նշած է, որ պետք է ջուրը եռացնել, մի պտղուն ծաղ լցնել, հենց որ ջուրը սկսի եռալ, ռոլերը լցնել և թողնել 15-20 րոպե եռա, ապա եփված վիճակում ճաշակել թթվասերով։ Ես լրիվ փոփոխության եմ ենթարկվել։ Հիմա դա էլ արդեն կամաց բացեմ, պատրաստեմ, կումարկում իմ կոֆեն վայելեմ։ Ահա, երբ որ խոհանոցում են գտնվում, սիրելի հետևորդներ ջան, այսպես ենք վարվում, որ ամեն բան հասցնենք։ Քանակով կտրեմ։ Ընկիր։ Ես բոլորը պատրաստում եմ, սիրելի հետևորդներ ջան, վերև։ Եվ տեսնենք, քանի հատ ռոլ է այստեղ։ Լավ բացեց։ Տեսնենք, քանի հատ է։ Ուրեմն 6, 7, 9, 10, 11։ 11 հատ է։ Կարող եմ մի մասը հիմա ուտել, մի մասը թողնել, սառնանում դնել և հաջորդ օրը ուտել։ Այս ձևով պատրաստած է։ Քանի որ շատ հարմար է լինում։ Եթե ձեզ դուր կգա, կփորձեք և կհամոզվեք։ Արդեն տոմատը լցնելու ժամանակն է։ Թողնում եմ տոմատը լավ դաղվի, 2 ճաշի գտալ տոմատ։ Լավ դաղվելուց հետո նոր ջուրը կլցնեմ։ Այսպես։ Լավ տարածում եմ։ Տոմատն էլ արդեն լավ, միախառնվեցող հրացին և ջուրը լցնեմ։ Կտանի վրա եմ լցնում, ուներից տոմատը իջացնում է ներքը։ Ջուրը աչքաչափով։ Այնքան որ ռոլերին կա ծածկի, սիրելի հետևորդներ ջան, ու մի քիչը սոչնի մնա։ Մի հատ էլ եմ խառնում և աղ եմ լցնում նախապես։ Աղն էլ ավերջանում պետք է աղել վերեմ, այսպես։ Մի հատ էլ պտտեմ և ծածկեմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այստեղ ամեն ինչ պատրաստ է, այս ընթացքում ռոլերը սառաստեղից ավելի լավ հետ են գալիս և ավելի հեշտ է եփվում, մեջը հում չի մնում։ Այս առիթից օգտվեմ, մինչև որ կեռա ջուրը և իմ կոֆեն վայելեմ, դուք էլ ձերը վայելեք և ձեր հանգիստը արեք, քանի որ բոլորս էլ գրեթե աշխատանքի մեջ ենք և այս վիճակի մեջ ենք, հատկապես որ ընտանիքը եթե համատեղ է լինում, ավելի շատ ենք պատրաստում և ավելի զբաղվածությունը մեծ է լինում։ Մենք կանայքս ամեն բան կարողանում ենք տեղը տեղին հասցնել, կարելի ասել մեր պարտականությունները պարտաճանաչ կատարում ենք և մեր ընտանիքին գոհացնում ենք։ Ընտանիքը շատ կարևոր է բոլորիս կյանքում, մեր սերն ու մեր ջերմությունը, մեր ամեն ինչը մեր ընտանիքն է, սիրելի հետևորդներ ջան։ Իմ ընտանիքը, իմ երեխաները մեծացել են, գիտեք որ հեռու են, շատ եմ կարոտում, իրենք նույնպես
Եվ հիմա մենակ եմ ապրում, բայց այդ մենակությունը լրացնում են իրենք եւ ինչպես նաեւ դուք։ Հիմա կոփեն, ուզում եմ գնալ եւ մի քիչ հանգիստ նստած վայելեմ, ապա շարունակություն կտամ։ Մինչև մոտիկի ցույց կտամ, ձեզ հավեսի կբերեմ, 2 հատ էլ դափնու տերև եմ ավելացնում, որ փոքր ուշացրել էի, այսպես։ Հիմա կիսաբաց եմ անում, եւ տեսեք, թե ինչքան սիրուն ասենց, դեռ սառածա, հետ չի եկել, թողնում ենք լավ եփի։ Չնայած ես րոպե չեմ պահել, բայց արդեն պարզ երևում է, որ եփված է, բացեմ եւ տեսնենք միասին։ Այո, անտիրություն, նմանվել են բացված վարդերի, դափնու տերևը նմանվում է վարդի տերևների, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ էկզոտիկ տեսք են ընդունել իմ ռոլերը, այս եղանակով պատրաստած, շատ համեղ է լինում, հիմա անջատում եմ, մի քիչ սոճնի ենք թողնում, հյութալի ենք թողնում, ծածկում ենք, եւ չենք շտապում հանել, 5 րոպե այսպես թողնում ենք, հետո նոր միայն ափսեի մեջ կզարդարենք ու կվայելենք։ Եթե սիրուն ափսեների սիրահար եք, ապա սիրուն ափսե ենք ընտրում եւ հանելու ժամանակն է։ Այսպես։ Տեսնենք ինչ վիճակ է։ Եվ չի կպել։ Այսպես։ Այդ ձեռքով ավելի հեշտ կլինի։ Այսպես։ Չենք թողնում, որ շատ փլվի։ Ապա լցնում եմ սամին մանրեցրած։ Կարող եք ձեր սիրած կանաչին լցնել եւ անուշանել։ Այս համովությունը դեռևս տաք է, որ պատրաստեցի ձեր հետ միասին, շատ գայթակղիչ տեսք ունի, բայց ես համբերատար մի փոքր եմ սպասում եւ մի կողմ եմ դնում։ Ինչպես որ կոֆեն եմ հով վիճակում սիրում խմել, այնպես էլ բոլոր տեսակի ուտելիքները թողնում եմ հովանա ու նոր միայն վայելում եմ, սիրելի հետևորդներ ջան, որը շատ կարևոր է։ Չի կարելի ստամոքսին ծանրաբեռնել եւ անմիջապես ուտելիքը շատ տաք վիճակում ուտել։ Դրանից փքվածություն է առաջանում, ծանրության զգացողություն է առաջանում։ Հիմա ինչպես որ իմ պատրաստած ուտելիքով կիսվեցի ձեր հետ, հավեսի բերեցի, ինչպես որ իմ գործերով եմ ձեր հետ կիսվում եւ իմ աշխատասիրությամբ տրամադրում եմ, ոգեշնչում եմ շատ-շատերիդ ու նաեւ մի փոքր բարկացած էի վլոգի սկզբում, որը թաքցնում է իմ ժպիտի ներքո, ես այդպիսի ընդունակություններ ունեմ եւ դա կոչվում է արհամարանք այն մարդկանց, ովքեր կցանկանան այնպիսի բան գրել, որ ես բարկանամ, նեղվեմ, տրամադրությունս գցեմ, հակառակ այն մարդիկ, ովքեր կցանկանան այսուհետ իմ էջի ներքո որևէ մի բացասական տողեր գրել, ապա լավ իմացեք, որ չկա չարիք առանց բարիք, երբ որ դուք իմ չարություն եք ցանկանում, սկսած իմ անվան հետ, սկսած իմ խոսելու ձևի հետ, սկսած իմ գործերի եւ ամեն ինչի հետ կապված, ապա իմացեք, ես դրանից ավելի եմ տրամադրվում, ավելի եմ ոգեշնչվում եւ ավելի թափով իմ գործերը կատարում եմ։ Այնպես որ խելքի եկեք, բարիացեք, որ երկար ապրեք։ Սիրելի հետևորդներ ջան, այսպիսով ուզում եմ ավարտել վլոգս, բայց չեմ մոռացել, որ պետք է ցույց տամ իմ գեղեցկուհիներին եւ մոտեցնում եմ, քանի որ շատ ոգեշնչված եմ, որ այս սոխուտները, որ նվեր է ստացել Իսպանիայից, այսքան մեծացել են իմ խնամքի շնորհիվ։ Ամեն բան այս աշխարհում աշխատանքի նվիրվածության շնորհիվ է առաջանում եւ զարգանում, աճում, ծլում, ծաղկում եւ ուրախացնում մեզ։ Թող որ բոլորիս կյանքում այսպիսի օրեր լինի եւ բոլորս էլ ուրախանանք մեր կատարած աշխատանքի արդյունքից։
Դուրս եմ տանելու, որպեսզի արևի լույսից, արևի ջերմությունից ավելի փարթամանա եւ ծաղկի, սպասենք ծաղկելուն։ Հա, ցույց տամ, թե որ գեղեցկուհին է, այսպես։ Ամեն մի տուփը պահում եմ ամեն մի ամանի կողքին, որպեսզի չմոռանամ, թե որը որ մեկն է։ Հիմա հանգիստ եմ եւ կարող եմ վլոգս ավարտել եւ ձեզ հասցնել, որից հետո նոր կճաշակեմ այս շքեղ համովությունը։ Բոլորիս նախապես բարի ախորժակ։ Պակա, պակա, պակա։